Ռուսաստանում ուժի մեջ է մտել քաղաքացիության մասին նոր օրենք։ Ռուսական անձնագիր ստանալու համար դիմողներից այժմ պահանջվում է ուսումնասիրել ոչ միայն լեզուն, այլև երկրի պատմությունը։ Շատ բան է ավելացվել քաղաքացիական նորացված օրենքի մեջ եւ որոշ ընթացակարգեր հստակեցվել են, գրում է ՌԻԱ Նովոստին։ Անձնագիրը համարվում է անվավել, եթե այն դարձել է անընթեռնելի կամ քաղաքացին փոխել է անձնական տվյալները, լրիվ անվանումը, ծննդյան տարեթիվը եւ վայրի մասին տեղեկությունները կամ սեռը։ Այլ անձնագիր ստանալու համար կպահանջվի 90 օր։ Բացի այդ, այսուհետ այն կարող է լինել ոչ միայն թղթային, այլև էլեկտրոնային օրենքի նախորդ տարբերակում այս մասին խոսք չկար։ Բացառիկ հիմունքներով քաղաքացիություն այժմ տրվում է միայն հատուկ դեպքերում նախագահի որոշմամբ Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար երկրի համատեղ հետաքրքրություն ունեցող մասնագիտության պատճառով։ Ռուսական անձնագիր ստանալու համար պետք է կացության թույլտվության հիման վրա 5 տարի բնակվել երկրում։ Նախկին օրենքի համաձայն կարելի էր արտերկիր մեկնել տարեկան 3 ամսից ոչ ավել ժամկետով, հիմա նման սահմանափակում չկա։ Պետք է տիրապետել ռուսերենին, պատմությանը, օրենսդրության հիմունքներին, լեզվի իմացությունը հաստատելու համար, ինչպես նախկինում անհրաժեշտ կլինի վկայական։ Դեռ հայտնի չէ այլ ինչ փաստաթղթեր կպահանջվեն։ 70 անց, ինչպես նաև հաշվանդամության առաջին խումբ ունեցողները ստիպված չեն լինի քննություն հանձնել։ Քաղաքացիությունն այժմ տրվում է, նույնիսկ եթե երկու ծնողներն էլ օտարերկրացի են։ Օտարերկրացիների որոշ կատեգորիաների համար պահանջները մեղմացել են։ Օրինակ, Ռուսաստանի զինված ուժերում 1 տարի եւ ավել ժամկետով ծառայելու պայմանագիր կնքած անձանց կացության թույլտվություն չի պահանջվի։ Ռուսաց լեզվի, պատմության եւ հիմնական օրենսդրության իմացությունը բավարար է։ Փախստականների եւ քաղաքական ապաստան ստացածների կեցության թույլտվությունն է հարկավոր, սակայն 5 տարվա փոխարեն բավարարում է ընդամենը 1 տարի երկրում ապրելը։ Բացի այդ, օրենսդիրներն ընդլայնել են նրանց ցանկը, ովքեր բացի քաղաքացիության դիմումից այլ բանի կարիք չունեն։ Սրանք կամավոր վերաբնակեցման խթանման պետական ծրագրի մասնակիցներն են, ռազմական գործողությունների եւ երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ, խորհրդային միության նախկին քաղաքացիներ, որոնք մշտապես բնակվել են ԽՍՀՄ տարածքում։ Այս կանոնից բացառություն են կազմել Բելարուսից, Ղազախստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից ներգաղթյալները։ Այժմ նրանց վերաբերյալ որոշումները կայացվում են միայն նախագահի հատուկ հրամանագրի կամ միջազգային պայմանագրերի հիման վրա։ Նման պայմանագրեր կան Բելարուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ղրղստանի Հանրապետության հետ։ Ռուսական անձնագրի համար կարևոր է դիմել նաեւ այն շրջանավարտները, ովքեր գերազանցությամբ ավարտել են ռուսական համալսարանի առկաբաժնի կամ նրանք, ովքեր ստանալով դիպլոմ 1 տարուց ավել աշխատել են երկրում իրենց մասնագիտությամբ։ Միաժամանակ օրենքից հանվել է ներդրումային քաղաքացիության մասին կետը։ Երկքաղաքացիության հետ մեկտեղ օրենք է մտցվել բազմակի քաղաքացիության հասկացությունը նրանց համար, ովքեր ունեն այն երկրների անձնագիր, որոնց հետ Ռուսաստանը երկքաղաքացիության մասին պայմանագրեր չունի։ Տարբերությունը ոչ միայն անվանական է, այլև օրինական։ Այսպիսով, երկքաղաքացիություն ունեցող անձը երկու երկրում էլ պահպանում է իր իրավունքներն ու պարտականությունները, սակայն վճարում է հարկեր եւ զինվորական ծառայություն իրականացնում է միայն իր մշտական բնակության երկրում։ Միաժամանակ նրանց համար, ովքեր որպես երկրորդ քաղաքացիություն ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, նաև ՆԳՆ-ի հետ կապը զգալիորեն պարզեցվել է։ Նախկինում Ռուսաստանի քաղաքացիությունից զրկվելը հնարավոր էր միայն կամավոր կամ միջազգային պայմանագրերով նախատեսված, այլ հիմքերով այսուհետ անձնագիրը կարող է ուժը կորցրած ճանաչել փաստաթղթերի կեղծման, սահմանադրության եւ օրենքների խախտման համար։ Նման հանցագործությունները ներառում են դասալքություն, վարկաբեկում, կամավոր հանձնում, զորահավաքի կամ ռազմական դրության ժամանակ հրաման չկատարելը, ինչպես նաև պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ, ազգային անվտանգության, ահաբեկչության եւ ծայրահեղական գործողության, զենքի եւ թմրանյութերի ապօրի շրջանառության, անկարգությունների, օտարերկրյա գործակալների մասին օրենսդրությունը չկատարել եւ այլն։ Փաստաթուղթը պարունակում է մի շարք այլ պարզաբանումներ եւ փոփոխություններ։